1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործի չդրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքագիտ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածոհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով Սաիդ Հալիմի անունը ևս ներառվեց անհապաղ ոչնչացման ենթակա անձանց ցանկում։ Սաիդ Հալիմ Փաշա ծնվել է 1863 թվականին Կահիրեում։ Կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Բացի թուրքերենից տիրապետել է 4 արևելյան ու արևմտյան լեզուների։ 1881 թվականին դարձել է Շուրայի Դևլեթի սուլթանին կից գործող պետական խորհրդի անդամ, սակայն հետագայում միացել է թուրքական հեղափոխական հոսանքներին։ 1912 թվականին ընտրվել է Իտիհադ Վեթերակի կուսակցության գլխավոր քարտուղար, 1913 թվականին նշանակվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր։ Անմիջական մասնակցություն է ունեցել 1915-ի կոտորածների կազմակերպման գործում եւ որպես կայսրության վարչապետ տնօրինել ոչնչացված հայության անշարժ գույքի եւ այլ նյութական հարստության վերաբաշխման ու յուրացման գործընթացը։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի վճռով աքսորվել է Մալթա կղզի, սակայն որոշ ժամանակ անց արդարացվել, ազատ է արձակվել եւ բնակություն հաստատել Եվրոպայում։ Սաիդ Հալիմ Փաշային ոչնչացնելու օպերացիան հանձնարարվեց պոլսահայ երիտասարդ Արշավիր Շիրակյանին։ Արշավի Շիրակյան ծնվել է 1900 թվականի հունվարի 1-ին Պոլսո Թաքսիմ թաղամասում։ Պատանի հասակում ներգրավվել է հայոց ազատագրական պայքարին եւ վարել ընդհատակյա գործունեություն։ Աշխատել է Պոլսի դրամատիկ թատրոնում որպես դերասան։ Հետախույզի բնածին բացառիկ հատկությունների շնորհիվ 1920 թվականին ներգրավվել է Հայաստանի անկախ հանրապետության գաղտնի ոստիկանության շարքերում, ապա դարձել Նեմեսիս ծրագրի գլխավոր հարվածային ուժը։ Նեմեսիսի առավել պատասխանատու հանձնարարություններին արժանանալու համար Արշավի Շիրակյանը 1920 թվականի մարտի 27-ին Պոլսո Թարլաբաշի փողոցում գնդակահարեց հայ մատնիչ թուրքական ոստիկանության գործակալ Վահե Իսանին։ 1921 թվականի ամռանը Նեմեսիսի ղեկավարությունը նրան Պոլսից գործուղեց Հռոմ, հայտնաբերելու այնտեղ հաստատված երիտթուրքերի որջը։ Շիրակյանը 1921 թվականի հուլիսի սկզբին Էդիրնեցի հույն վաճառական Արսիլ Սիրակի անվան տակ ժամանեց Հռոմ, որտեղ Գրիգոր Մերջանովի հետ անմիջապես անցավ հետախուզական աշխատանքի։ Մի քանի ամսվա ընթացքում նրանց հաջողվեց հայտնաբերել Իտալիայի մայրաքաղաքում ծպտյալ կյանք վարող Իտիհադական կուսակցության գլխավոր գաղափարաբան դոկտոր Նազմին, Էրզրումի նախկին նահանգապետ Հասան Թաքսիմին, ինչպես նաև Օսմանյան կայսրության մեծ վեզիր վարչապետ Սաիդ Հալիմ Փաշային։ Ինչպես պարզեց Արշավի Շիրակյանը, վերջինս Մուստաֆա Քեմալի անունից Հռոմում բանակցություններ էր վարում իտալական իշխանությունների հետ 20 միլիոն լիր վարկ ստանալու եւ այդ գումարով քեմալականների համար իտալական զենք գնելու նպատակով։ Իբրև կարևոր անց նրա անվտանգությունը հսկում էր իտալական գաղտնի ոստիկանությունը, որն արդեն մեկ անգամ խափանել էր Սաիդ Հալիմին ոչնչացնելու հունական հատուկ ծառայությունների ծրագիրը։ Սակայն Շիրակյանին դա չխանգարեց։ Արշավի Շիրակյանը Սաիդ Հալիմ Փաշայի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան Հռոմի Վիա Էոստաքիա փողոցում, Օսմանյան Թուրքիայի նախկին վարչապետի առանձնատան դիմաց։ Հայ վրիժառուն ցատկեց Փաշայի ընթացող կարգի վրա եւ Colt Browning տեսակի ատրճանակից մեկ դիպուկ ու մահացու կրակոց արձակեց Սաիդ Հալիմի աչքունքին։ Ապա զույգ վայրկյանում զինաթափ արեց Փաշայի իտալացի թիկտապահին եւ ցածրիչնելով կարգից խառնվեց փողոցի ամբոխին։ Իտալական ոստիկանությունը, ինչպես նաև հրատապ Հռոմ ժամանած թուրքական հետախույզները չկարողացան հայտնաբերել Արշավի Շիրակյանին, որն արդեն հասցրել էր լքել Իտալիայի սահմանները։ Եվրոպական մամուլը կնքել էր նրան Ֆանտոմ անունով, նկատի ունենալով անորսալի վրիժառուի նրա համբավը։ Սաիդ Հալիմ Փաշային պիտի ուղարկավորեին Պոլսում եւ ենթադրվում էր, որ արարողությանը կժամանեն մեծ թվով բարձրադիր իտիհատականներ։ Շիրակյանը առաջարկեց Նեմեսիսի ղեկավարությանը ռումբ պայթեցնել թաղման թափորում։
սակայն մերժում ստացավ եւ միևնույն ժամանակ հորդոր հաջորդ հանձնարարությանը նախապատրաստվելու։